Իդեպ, իշխանության դեմքը պայծառացնող միակ բանը ասֆալտը փոքր-ինչ փնվել է Երևանում ամբողջությամբ։ Այն գրեթե դարձել էր այս իշխանությունների գլխավոր խաղաքարտը, սակայն պատկերը միանգամայն փոխվում է, երբ բախվում է իրականությանը եւ քաղաքացիների կարծիքներին։ Գյուղի հիմնական խնդիրներից սեմք է, ճանապարհներն է։ Մեր հենց գլխավոր ճանապարհն է, միջհամայնքային ճանապարհն է, որը բոլոր գյուղերում այդ խնդիրը կա։ Մեր ամենադաժան խնդիրը մեր հիմնական ճանապարհներն են։ 7 կիլոմետրանոց հատված ունենք, որ այդ մասում շատ վատ է, մանավանդ այս տարածությունն շատ է, կանան հալլոսների հետ այդ ճանապարհի վիճակը գնալով ավելի կվատանա։ Եկեք վերհիշենք նաև Նիկոլ Փաշինյանի ասֆալտի հետ կապված ամենահայտնի ելույթներից մեկը։ Ինչեն ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից հետո բանը ասֆալտը ինչ ենք մենք ասֆալտը սիրում ի վերջո, որովհետև ասֆալտը դա տենց այդ բառը խանդաղատանքով է պետք արտասանել։ Ասֆալտը պարզվեց այնքան էլ ասֆալտ չէ։ Գուցե այստեղ ասելիք ունեն կոռուպցիայի մասնագետները, թե Երևանում, թե մարզերում վերջին շրջանում հաճախ են ականատես լինում շղթայական եւ խոշոր ավտովթարների եւ ոչ թե լավ ասֆալտի ու արագ քշելու հետևանքով, ինչպես Փաշինյանն էր ասում, այլ փլուզված ասֆալտի եւ առաջացած փոսերի։ Այստեղ կարելի է հիշել Փաշինյանի եւս մեկ ելույթ։ Տեխնոլոգիական լուծումներ կային, հավաքովի ասֆալտ, փռում ես, ընտրվում ես, մնում ասֆալտը, չես ընտրվում, փաթաթում տանում ես, մինչև հաջորդ ընտրությունն է։ Տրամաբանական հարց։ Ստացվում է ընտրությունների նախաշեմի ասֆալտը հավաքում եք, որ հետներդ տանեք,